Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է։ Օրվա մի քանի թեմաներ նախ վերնագրերով։ Ադրբեջանը քննադատում է Եվրամիություն Հայաստան ռազմավարական օրակարգի փաստաթուղթը, պնդելով, թե այն հակասում է խաղաղության օրակարգին։ Երևանը քննարկում է 3 գումարած 3-ի արտգործնախարարների հավաքին Բաքվում մասնակցելու տարբերակը։ Վարչապետը հանդիպել է Գերմանիայի կանցլերի հետ, տեղի հայերը բողոքի ակցիա են արել։ Transparency International-ը բարձրաձայնում է Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրովի կիրառման, եկեղեցու գործերին կոպիտ միջամտելու մասին։ Պետական բժշկական ծառայությունը հաստատում է, որ Շիրակի թեմի առաջնորդը վիրահատության կարիք ունի, բայց չի թույլատրվում իր ուզած հիվանդանոց տեղափոխվել։ Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում։ Զելենսկին բացառում է տարածքների զիջումը, Թրամփը քննադատում է նրան եւ Եվրամիությանը։ Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի ստորագրումից օրեր անց Ադրբեջանը հատուկ հայտարարությամբ քննադատում է այն, պնդելով, թե համաձայնագիրը հակասում է խաղաղության օրակարգին։ Բաքվին մասնավորապես դուր չի եկել Ղարաբաղի փախստականների մասին ձևակերպումը, նաև այն, որ Երևանի եւ Բրյուսելի միջև ստորագրված փաստաթղթում որևէ հիշատակում չկա Թրամփի ուղու մասին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված Եվրամիություն Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։ Երևանից եւ Բրյուսելից ակնկալում են արդեն իսկ ստորագրված փաստաթղթից Բաքվին դուրս չեկած ձևակերպումների հեռացում։ Բաքվի ձևակերպմամբ նախկին հակամարտությունը վերակենդանացնող տարրերը լուրջ կասկածի տակ են դնում Հայաստանի մտադրությունները, չեն արտացոլում ներկայիս իրականությունը։ Հղում են արել նախաստորագրված, բայց դեռևս չստորագրված եւ ուժի մեջ չմտած խաղաղության համաձայնագրի դրույթներին։ Բայց ոչ մի խոսք այն մեկի մասին, որով կողմերը պիտի ձեռնպահ մնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։ Երևանը դեռ չի արձագանքել արտգործնախարարության պաշտոնական հայտարարությանը, իսկ Բաքուն զգուշացնում է, թե ուշադիր հետևելու է զարգացումներին եւ իր եզրակացություններն է անելու։ Ադրբեջանը դժգոհ է այդ թվում փաստաթղթում Ղարաբաղի փախստական հայերի տեղահանություն ձևակերպումից։ Հայգերիների մասին հիշատակման եվրոպացի դիտորդների առաքելությունը շարունակելու հեռանկարից։ Ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում են համարել փաստաթղթի նախաբանում եւ մի շարք այլ հոդվածներում կիրառվող Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր արտահայտությունը։ Արցախի դեմ լայնածավալ ռազմական հարձակում իրականացրած Բաքուն պնդում է նրանք մեջբերեմ կամավոր են տեղափոխվել Հայաստան Ադրբեջանի վերաինտեգրման պլանից հրաժարվելուց հետո։ Այս հարցի ընդգրկումը Եվրոպական միության եւ Հայաստանի հարաբերությունների առաջնահերթությունների թվում այդ մարդկանց բնորոշումը որպես փախստականների Ադրբեջանի հանդեպ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է։ Եվս մի հարց, որ հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթից դուրս է, բայց Բաքուն ուզում է, որ այն Հայաստանը նաև միջազգային գործընկերների հետ օրակարգում չշոշափի։ Խոսքը ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների մասին է։ Մարդկության դեմ եւ պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող եւ դատապարտված հայազգի անձանց որպես ռազմագերիներ անվանելը եւ նրանց ազատ արձակումը որպես առանձին առաջնահերթություն սահմանելը իրականության լուրջ աղավաղում է եւ անընդունելի է։ Հայտարարում է առանց միջազգային դիտորդների փակ դռների հետևում հայերին դատող Ադրբեջանը։ Իդեպ Հայաստան-Եվրամիություն փաստաթղթում չկա ռազմագերիներ ձևակերպում։ Խոսվում է վստահության ամրապնդման միջոցների շարքում հայ բանտարկյալների եւ այլ կալանավորված անձանց ազատ արձակման ջանքերը շարունակելու մասին։ Բաքուն նաեւ պնդում է փոխադարձ դատական հայցերի թեման մեջբերեմ բացառապես երկկողմ հարաբերություններին է վերաբերում։ Վստահ են Հայաստանի եւ Եվրամիության ստորագրած փաստաթղթում միջազգային դատարանի վճիռների լիարժեք եւ անհապաղ կատարման մասին հիշատակումը անկասկած Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է։ Բաքվի հաջորդ մտահոգության թեման հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն անող եվրոպացի անզեն դիտորդներն են։ Իսկ ռազմական եւ պաշտպանական թեմաների շեշտադրումը հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նպաստում է Հայաստանի միլիտարիզացիային։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը սահմանում է կողմերի պարտավորությունը որևէ երրորդ կողմի ուժեր ընդհանուր սահմանին չտեղակայել, առավել մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանի դեմ որպես քարոզչության գործիք օգտագործվող ԵՄ դիտորդական առաքելության դադարեցման փոխարեն Երևանն ու Բրյուսելն այդ առաքելության պահպանումը եւ դրա օպերատիվ գործունեությունը առաջնահերթություն են համարում։ Ադրբեջանցիները դժգոհ են, որ Եվրամիություն Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա թրիփի մասին, փոխարենը ինչպես ձևակերպել են, հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Open borders, unlocked infrastructures. Նման իրավիճակը հարցեր է առաջացնում թրիփ նախագիծը կյանքի կոչելու Հայաստանի լրջության շուրջ։ Մինչ Բաքուն դժգոհում է մի փաստաթղթում Թրամփի ուղու հիշատակման բացակայությունից, Երևանում արդեն Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի իրականացման գործնական քայլերից են խոսում։ Նախորդին Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարել է, որ թրիփի պլանավորման եւ կառուցման աշխատանքները ղեկավարելու համար հայ-ամերիկյան առանձին կառույց կձևավորվի։ Քրիստինա Քվինը տեղեկացրել է, որ արդեն իսկ ձևավորված հայկական եւ ամերիկյան աշխատանքային խմբերը մինչեւ տարեվերջ առաջին նիստերը կանցկացնեն։ Պաշտոնապես հաղորդվել էր ամերիկյան կողմից աշխատանքային խումբը գլխավորելու է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի եւ կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը։ Վարչապետ Փաշինյանը իր կաբինետի 2 պաշտոնյայի անուններ վերջերս տվել։ Փոխվարչապետի մակարդակով համակարգում կա եւ կա արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, որ ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգումը ավելի, որը ոչ միայն դրան է վերաբերվում սահմանազատում, ենթակառուցվածքներ եւ այլն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյան։ Միացյալ Նահանգների դեսպանը առանց փակագծեր բացելու միայն տեղեկացրել էր, որ թրիփի շինարարությունը կառավարող հայ-ամերիկյան կառույցի ձևավորման աշխատանքները իրավաբանական գործընթացներին են մոտեցել։ Այժմ իրավական հարցերն են հստակեցվում կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ եւ սպասում ենք առաջընթացի մասին լուրերի։ Վարչապետի որոշումից տեղեկացանք, որ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը այս օրերին Լոնդոնում է։ Թրիփ նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները Field Fisher իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով։ Դեսպանը թերևս սրա մասին էր խոսում։ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից 4 ամիս անց դեռևս պարզ չեն Թրամփի ուղով ադրբեջանցիների անցման պայմանները։ Մինչ այդ հայաստանցի պաշտոնյաները Ադրբեջանին փաստաթղթով տրամադրվող անխոչնդոտ կապի վերաբերյալ մտահոգություններ ունեցողներին վստահեցնում են, տեխնիկական ինչ լուծումներ էլ ընտրվեն, դրանք պետք է տեղավորվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության սկզբունքների մեջ։ Արտգործնախարարությունը հայտնում է, որ 3 գումարած 3 ձևաչափով նախարարական հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ փոխադարձ ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները շարունակվում են։ Բաքուն էր 3 վերահաստատել 3 գումարած 3-ի հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանն այն մերժելու որևէ պատճառ չունի։ 3 գումարած 3-ը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Հարավկովկասյան 3 երկրներ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանային 3 տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ։ Թբիլիսին հարթակին չի միանում Մոսկվայի հետ հակասությունների պատճառով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա, արդեն հանդիպել է նախագահ Շտայնմայների հետ, քիչ անց էլ մեկնարկելու են բանակցությունները կանցլեր Մերցի հետ։ Վաղը Փաշինյանը Բերլինից կմեկնի Համբուրգ, Գերմանիայի հայերը կանցլերի հետ հանդիպմանը զուգահեռ բողոքի ակցիա են անում։ Ները կապված են Հայաստանում վերջին տարիների, հատկապես վերջին այս տարվա իրադարձությունների հետ, դա քաղաքական հետապնդումներն են, քաղբանտարկյալների ազատ արձակումը, եկեղեցու վրա հարձակումների դադարեցումը, եկեղեցականների իրավունքների խախտումը, նաև մեր սահմանադրության խախտումը եւ պետություն եւ եկեղեցու տարանջատումը չհարգելը, արցախցիների հիմնախնդիրները, մեր գերիները, որտեղ Ադրբեջանում են եւ նրանց ազատ արձակումը չի ընդգրկում խաղաղության համաձայնագրի որևէ կետում, գոնե հանրային դա չի քննարկվում եւ նախապայման չի դրվել մինչեւ հիմա գերիները չեն ազատվել Ադրբեջանից։
եւ այլ մարդու իրավունքների խնդիրներ, որ հիմա տեղի ունեն Հայաստանում եւ ընդհանրապես երկիրը տանում է ավելի ու ավելի դեպի ավտորիտարյան կառավարում Նիկոլ Փաշինյանը եւ մենք այդ ամենի դեմ ցանկանում ենք մեր բողոքը արտահայտել։ Արցախի թեմում տարաձայնությունները խորանում են, թեմի առաջնորդը միացել է կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին, հանդիպել վարչապետ Փաշինյանին ու արժանացել իր հոգևոր հոտի քննադատությանը։ Վրթանես Սրբազանին հիշեցնում են, որ Փաշինյանի օրոք են ստիպված հեռացել Արցախից։ Հայաստանում մոլեգնող հոգևոր նորոգման գործընթացը պառակտել է նաև Արցախի թեմի խորհրդի 8 հոգանոց կազմը։ Թեմի առաջնորդի գործողությունները դատապարտող թեմական խորհրդի հայտարարությունից հետո Արցախի թեմի էջում հերքում է հայտնվել։ Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են թեմական խորհրդին։ Դուրս գալով թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը իր եւս 7 եղբայր եպիսկոպոսների հետ Փաշինյանի կաբինետ գնաց։ Հետո էլ նրա անունը հայտնվեց վեհապարի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում։ Որքան էլ Վրթանես Սրբազանը մի փոքրիկ հայտարարությամբ բացատրեց, որ արցախցիների հետ է նրանց իրավունքների համար պայքարում, միևնույնն է սոցցանցային տարբեր հարթակներում բորբոքված արցախցիներն էին արտահայտվում։ Արցախցիների մոտ այդ քայլը բացասաբար ընկալվել է երկու հիմնական պատճառով։ Առաջինը ասում են, որ ինչպես է գնացել եւ ձեռք սեղմել են մարդու հետ, ով որ այս ամեն ինչի պատճառն է, եւ երկրորդը այն, որ ինչու է մեր Սրբազանը հայտնվում այսպես կոչված տիրադավ 10 եպիսկոպոսների շարքում։ Ըստ Արցախի օմբուդսմենի մարդկանց համար անընդունելի ու վիրավորական էր, որ իրենց թեմի առաջնորդը միացել է վեհապարի դեմ արշավին։ Կարծում են Գարեգին երկրորդը բոլոր առիթներն է օգտագործում իրենց խնդիրները բարձրաձայնելու համար։ Ամանորյա ուղերձներում տարբեր տոներին նվիրված ուղերձներում միշտ հիշատակում է, իսկ նույնը չենք կարող ասել իշխանությունների մասին։ Արցախի թեմական խորհրդի անունից այդ ժամանակ հայտարարություն տարածվեց։ Այն մեկնաբանում էր խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, թեմական խորհուրդը թեմի առաջնորդի դիրքորոշման հետ համաձայն չէ։ Հիմա էլ թեմը հայտարարում է թեմական ժողով չի եղել, ինչ հայտարարություն։ Լեռնիկ Հովհաննիսյանը պնդում է խորհրդի մեծամասնության անունից են դատապարտող հայտարարություն տարածել։ 8 հոգի են եւ մեծամասնությունը տեղյակ են եղել եւ մասնակցել են այդ հայտարարության տեքստի կազմման։ Մեծամասնությունը քանի հոգի։ 6 հոգի ասենք։ Իսկ ովքեր են այս հերքող հայտարարության հետևում, հարցնում է Հովհաննիսյանը։ Թեմական խորհրդի քանի անդամ են տեղյակ եղել այդ հայտարարության մասին։ Ի վերջո, ում անունից է տարածվել այս տեքստը, ճշտել հնարավոր չեղավ։ Արցախի թեմի գրասենյակում չէր Վրթանես եպիսկոպոսը։ Նա վերջին ամիսներին անպատասխան է թողնում նաև մեր հեռախոսազանգերը։ Թեմի պաշտոնական կայքում կարդում ենք մի ամառային տաք գրառում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմն իր զորակցությունն է հայտնում Այլաթոր Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոսին, ով կանգնած է Արցախի բնակչության համահավաք իրավունքների պաշտպանության դիրքերում։ Սա անցյալում էր Վրթանես եպիսկոպոսը հիմա վեհապարին սրբապղծության հովանավոր է համարում։ Նրա ընթացքը վտանգավոր, կորստաբեր։ Ըստ Արցախի օմբուդսմենի արցախցիների շրջանում պահանջ կա, որ նա հեռացվի թեմի առաջնորդի աթոռից։ Այդ որոշումը սակայն վեհապարինն է։ Կա լրջագույն վստահության ճգնաժամ եւ ես չեմ կարող հասկանալ, թե այս իրավիճակում այլևս ինչպես կարող է օրինակ Վրթանես եպիսկոպոսը ունենալ այդ իր հոտի մոտ ունենալ այդ վստահությունը։ Եվ մինչ լռում է Արցախի թեմի առաջնորդը, նրա պաշտպանությունն է ստանձնել հակակաթողիկոսական արշավում վարչապետի տեսակետները կիսող մեկ այլ հոգևորական Վազգեն arczepiskopos-ը։ Նա վերջին օրերին հյուրընկալվում է Փաշինյանի ընտանիքին ու ղեկավարած կուսակցությանը պատկանող լրատվամիջոցներում ու հանրային հեռուստաընկերությունում։ Խնդրում եմ իրենից մի նեղացեք, Վրթանես Սրբազանը Արցախի ակունքներում է կանգնած 1988 թվականից։ Arczepiskopos Միրզախանյանը արցախցիներին հորդորում է վեհապարի իրենց իրավունքների պաշտպանության թեմայով ելույթներին շատ չխաբվել։ Խնդիրների լուծումը դա մնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ինքը ասում է, այդ հարցով պետքա զբաղվի իշխանությունը, չէ, պետությունը, ոչ թե եկեղեցին, իր խարցազրույցում նաև դա, իսկ ինչու չի զբաղվում։ Արցախի օմբուդսմենին խնդրահարույց է թվում arczepiskopos-ի հայտարարությունը, թե արցախցիներն ավելի շատ Հայաստանի կառավարությանն են քննադատում, քան Ադրբեջանին։ Մի տեսակ օտարություն է զգացել արցախցիներին քույր ու եղբայր անվանող arczepiskopos-ի խոսքում։ Ավելի շատ չար խոսքեր լսում եմ Հայաստանի իշխանությունների հասցեին, քան բուն Ադրբեջանի հասցեին, այսպես ոնց կլինի։
Հասկանում եք, մի օր չլսեցինք նաև թե խաղաղապահների աչքի առաջ ինչու այդպես եղավ։ Ոչ մեկ այդ հարցը չի բարձրացնում։ Չգիտեմ, հասկացել է ինքը դա թե չի հասկացել, բայց իր խոսույթով եւս թիրախավորել է արցախցիներին, այսինքն ներկայացնում է այնպես, որ տեսեք դուք Ադրբեջանի իշխանություն, հենց բառացի այդպես է ասում, ավելի շատ Հայաստանի իշխանություններից են բողոքում, քան Ադրբեջան, սա ինչ է։ Սա ինչ գնահատական սրան տանք, այսինքն սա կներեք այս իշխանությունների պրոպագանդիստների, քարոզիչների թելնամանում եւ նրանց տարածած թեզերն է իր հարցազրույցի ժամանակ տարածում։ Եղամ Ստեփանյանը վկայակոչում է հարյուրավոր զեկույցներ ընդդեմ ադրբեջանական վայրագությունների, որ իր գրասենյակն է պատրաստել, իսկ ռուս խաղաղապահների անգործության մասին ըստ օմբուդսմենի Արցախի իշխանությունը խոսել է, եթե պետք է, մի անգամ էլ ինքը կասի։ Հիմա հրապարակային ասում եմ 20 թվականին Արցախ եկած խաղաղապահները, որոնք որ պետք է խաղաղություն ապահովեին, ձախողել են իրենց առաքելությունը, որի հետևանքով այսօր մենք ուրեմն տեղահանված ենք։ Պետական բժշկական ծառայությունն ի վերջո հաստատել է, որ կալանավորված Շիրակի թեմի առաջնորդը վիրահատության կարիք ունի։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր երեկ բարձրաձայնել այս մասին։ Արդարադատության նախարարը մինչդեռ պնդում էր, թե Աջապահյանի պաշտպանները վիրահատության խնդրանքով իրենց չեն դիմել, այնինչ փաստաբանները մատնացույց են անում առնվազն 3 դիմում։ Ազատազրկում 2 տարի ժամկետով։ 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել arczepiskopos Աջապահյանը վիրահատության կարիք ունի։ Նրան հետազոտելուց հետո եզրակացրել են առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող քրեակատարողական բժշկության կենտրոնի բժիշկները։ Սա պարզ դարձավ 3 ուշ երեկոյան, երբ Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը հրապարակեց կենտրոնին ուղղված իրենց դիմումների պատասխանը։ Խորհուրդ է տրվել պլանային վիրահատություն, բացատրվել վիրահատական միջամտության կազմակերպման կարգը, առաջարկվել է վիրահատությունը կազմակերպել պետության կողմից երաշխավորված անվճար եւ պարտոնյալ պայմաններով, որից Աջապահյանը հրաժարվել է։ Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում, որ իշխանության զավթման կոչի մեղադրանքով դատապարտված Սրբազանին վիրահատություն է անհրաժեշտ, երեք բարձրաձայնել էր ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Անհապաղ վիրահատության կարիք։ Դրան հաջորդել էր արդարադատության նախարարի պնդումը, թե համապատասխան դիմում չեն ստացել։ Ստանան որևէ խոչընդոտ չի լինի, որ Միքայել Սրբազանին տրամադրվի անհրաժեշտ բուժօգնությունը։ Այն դիմում, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել եւ ես հանձնարարել եմ, որպեսզի եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանը այսօր կմոտենա տեղում իրեն եւ դիմումը կվերցնի եւ կներկայացնի ՊՕԱԿ-ին։ Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանի հրապարակած փաստաթղթից սակայն պարզ է դառնում։ Պաշտպաններն առնվազն 3 դիմում ներկայացրել են քրեակատարողական բժշկության կենտրոն։ Ընդ որում առաջին դիմումն ուղարկել են հոկտեմբերի 29-ին, հետո նոյեմբերի 6-ին եւ 10-ին։ Արդեն նոյեմբերի 28-ին ստացել են պատասխան, որով Սրբազանին առաջարկել են վիրահատվել պետության միջոցներով։ Այդ ՊՕԱԿ-ի տնօրենը պատասխանել է մեզ, ընդ որում միայն գրելով, որ Միքայել Սրբազանը հրաժարվել է անվճար բժշկական օգնությունից։ Մինչդեռ մենք եւ մեր դիմումներով եւ ամենասկզբնական դիմով խնդրել ենք, որ Միքայել Սրբազանի հաշվին վիրահատությունը կազմակերպվի հենց Իզմիրլյան բժշկական կենտրոնում։ Իմ տեղեկություններով Միքայել Սրբազանին այդ ՊՕԱԿ-ից եկել են, տեսել են եւ նրան առաջարկել են որևէ այլ հիվանդանոցում իր վիրահատությունը կազմակերպի, միայն Իզմիրլյան բժշկական կենտրոնում չեն ցանկացել։ Մինչդեռ Միքայել Սրբազանը ունի այնտեղ բժիշկ, ախտորոշումն անցել է հենց այդ կենտրոնում եւ իր բուժման գործընթացը կազմակերպվել է հենց այդ կենտրոնում։ Արա Զոհրաբյանի խոսքով երկրորդ ամիսն է Սրբազանի այս խնդրանքն անտեսված է։ Զոհրաբյանի համար հասկանալի չէ, թե նախարարն ինչ նկատի ունի, երբ ասում է ըստ սահմանված ընթացակարգի դիմում չի ներկայացվել։ Մեզ օրինակ չեն մերժել ասելով, որ մերժում ենք ձեզ, որովհետեւ այս պայմանը չի ապահովել, կամ այն պայմանը պետք է լիներ, կամ այս փաստաթուղթը պետք է լիներ։ Մեզ ուղղակի ըստ էության մեր հիմնական խնդրանքից իրենք խուսափել են պատասխանել կամ բավարարել, ուղղակի նշելով, որ անվճար բժշկական օգնություն են առաջարկել, ինչից Միքայել Սրբազանը հրաժարվել է։
Իշխանության սուր քննադատ բարձրաստիճան հոգևորականի պաշտպանական թիմը բանտարկվածների առողջությամբ զբաղվող պետական կառույցի կեցվածքը մտահոգիչ է որակում։ Արա Զոհրաբյանն այսօր պնդեց Միքայել Սրբազանի նկատմամբ խտրական վերաբերմունք են դրսևորում։ Այլապես հարցին լուծում տալու իրենց ջանքերը արդեն երկրորդ ամիսն է ապարդյուն չէին մնա։ Վերջին նամակագրությունը եթե նայենք, երկրորդ նամակագրության շարքին, իրենք 1 ամիս հետո են դրան պատասխանում եւ հստակ պատասխանը չեն տալիս։ Ասեն ուղղակի անվճար բժշկական օգնությունից դաժարվել է, բայց մենք իրեն անվճար բժշկական օգնության համար չենք էլ դիմել։ Ինչ կապ ունի դա։ Սա էլ է խոսում, որ հստակ խտրական վերաբերմունք է Միքայել Սրբազանի նկատմամբ։ Արդարադատության նախարարությունից Ազատությանը փոխանցեցին Միքայել arczepiskopos Աջապահյանին այցելել են քրեակատարողական հիմնարկի աշխատողներ եւ ներկայացրել, թե անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար ինչ ընթացակարգ է գործում եւ ինչպես պետք է դիմել։ Դրանից հետո քրեակատարողական բժշկության կենտրոն արդյոք նոր դիմում ներկայացվել է։ Այս պոակից ճշտել չհաջողվեց։ Սրբազանի պաշտպաններն այժմ քննարկում են իրենց հետագա քայլերը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պաշտպանների արդարադատության նախարարի եւ մյուս պաշտոնյաների հայտարարությունները համադրելով կարծում է. Սրբազանին բուժօգնության տրամադրումը պետական մարմինները միտումնավոր են ձգձգում։ Նույնիսկ իր փաստաբանը չէր ասել առողջական վիճակի մասին, նա ասեց, որ պետք է բժիշկ ասի, բայց արդարադատության նախարարը առանց բժշկի որևէ գնահատականի ասում էր, որ նա ծայրահեղ վիճակում չի։ Եվ ի վերջո նա ստում էր, ասելով, որ դիմում չեն ստացվել։ Ցանկություն չունեն բուժօգնություն ցույց տալու կամ իրենց կմահաճույքով է, նախարարի կամ իրեն թելադրողի կմահաճույքով է այս ամեն ինչը լինելու, եթե ընթացք տան բուժման։ 2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում մահվան 23 դեպք է գրանցվել։ Իրավապաշտպանի գնահատմամբ բանտերում կալանավորներն առհասարակ պատշաճ բուժօգնություն չեն ստանում։ Պատկերացրեք, որ այսպիսի վիճակ է ցանկացած կալանավորի հետ։ Այս աղմկահարույց գործով, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող գործով, եթե իրենք բացահայտ ստում են եւ բացահայտորեն ձգձգում են տարբեր պատճառաբանություններով, պատկերացրեք մյուս կալանավորների հետ ինչ է կատարվում։ Արդարադատության նախարարը 3 չէր հերքել, բանտերում մահվան դեպքերով մտահոգված են, բայց հարկ էր համարել ընդգծել։ Դրանք առավել շատ են եղել 2014-ից 16 թվականներին։ Օրվա այլ լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության ալիքին Telegram-ում, այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Transparency International-ը բարձրաձայնում է Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրովի կիրառման, եկեղեցու գործերին կոպիտ միջամտելու մասին։ Զելենսկին բացառում է տարածքների զիջումը, Թրամփը քննադատում է նրան եւ Եվրամիությանը։ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա ուղերձում Transparency International-ը հայտարարում է, որ հանրության ուշադրության կենտրոնում է քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը։ Հեղինակավոր կազմակերպությունը մտահոգիչ է համարում իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների եւ լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը։ Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել, հասարակական վստահությունը առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ, մտահոգիչ են իշխանության եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, լրագրողների թիրախավորման դեպքերը։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնն է այսօր այս հայտարարությունը արել, ընդգծելով կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 2023 եւ 2024 թվականներին անփոփոխ է մնացել 47 միավոր։ Մի կողմից կարելի ասել չի արվել որևէ բան, որ լինի առաջընթաց, մյուս կողմից էլ բարեբախտաբար հետընթաց չունենք։ Կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը հիշեցնում է, Փաշինյանի իշխանության գալու առաջին տարիներին այդ համաթիվն աճում էր։ Ինչ պատահեց, արդյոք իշխանությունը այլևս շահագրգռված չէ կոռուպցիայի դեմ պայքարում, թե խնդիրը արդեն լուծված է համարում։ Հայտարարությունում հստակ պատասխան չկա, բայց կա ակնարկ վերջին տարիներին բարեփոխումների արդյունավետության պակասի մասին։ Հոկտանյանը նաև ընդգծում է, ընտրովի արդարադատությունը եւս կոռուպցիայի դեմ պայքարի մասին չէ։ Իհարկե ողջունում ենք նախկինների այդ ապօրինի ծագումից ողջույքի
բռնագանձումը եւ այլն, բայց մյուս կողմից նմանատիպ վերաբերմունք պետք է լինի նաեւ ներկա պաշտոնյաների նկատմամբ։ Եվ այդ նույն ընտրովիությունը մենք կարող ենք տեսնել նաեւ ընտրական գործընթացներում, առայժմ միայն մենք տեսել ենք տեղական ինքնակառավարման ընտրություններում, վարչական ռեսուրսի չարաշահում, լուրջ հետևանքներ դա կարող ունենալ, եթե խորհրդարանական ընտրություններին մյուս տարի նույն այդ երևույթը տեղ գտնի։ Դա նաև ոչ թափանցիկ ֆինանսավորումը կուսակցություն եւ մանավանդ ժամանակ։ Ընդգծելով, որ գալիք տարին վճռորոշ տարի է Հայաստանի համար, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարում է, կարևորագույն խնդիրները ռիսկային են դարձնում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը եւ դրա վերաբերյալ ընկալումները։ Այս տարի հանրության ուշադրության կենտրոնում էին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրովի կիրառումը, գաղտնալսումների եւ դրանց արտահոսքերի պրակտիկան, անկախ լրատվամիջոցների եւ լրագրողների թիրախավորման եւ պիտակավորման դեպքերը։ Հայտարարության հեղինակները մտահոգիչ են համարում նաեւ իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտությունը։ Այս լարված մթնոլորտը, որ Հոկտանյանի խոսքով սրում է իշխանությունը եկեղեցու դեմ, կարող է ներքին բախումների հանգեցնել։ Եթե մենք նայում ենք կոռուպցիայի տեսանկյունից, ապա այստեղ նույնպես կարող են լինել այնպիսի իրավիճակներ, օրինակ այն եպիսկոպոսները, որոնք կանգնեցին վարչապետի կողքին, արդյոք մենք վստահենք, որ նրանք, այսպես ասած, ներքին բարեվարկության այնպիսի մակարդակ ունեն, որ կարող են համարվել, այսպես ասած, այլընտրանք ներկա այս հիերարխիային եկեղեցու, այս վերջո չի կարող լինել պայքար բացասական երևույթների դեմ բացասական մարդկանց միջոցով։ Ես պաշտոնապես ասում եմ, Հայաստանում 2018 թվականից համակարգային կոռուպցիա վերացել է եւ մինչեւ այսօր չկա։ Որովհետեւ եթե համակարգային կոռուպցիա լիներ, այդ ձեր իմացած բոլոր կոռուպցիոն դեպքերից ես իմ փայը պետքա ունենայի։ Ես չեմ կարա ձեզ հարցնեմ, ես ունեմ փայ թե չունեմ, որովհետեւ ես գիտեմ, ես ունեմ փայ թե չունեմ։ Եվ ես ձեզ ասում եմ, չկա, չի եղել ու չի լինելու համակարգային կոռուպցիա Հայաստանում։ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեզ համար չկա նախորդ ներկա իշխանություն։ Այս խոսքերի հեղինակն էլ 7 տարի առաջ իշխանության եկած Փաշինյանն է։ Այդուհանդերձ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով այսօր Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը փաստացի եզրահանգում է իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում մեղմ ասած հաջողության չեն հասել։ Նախկին падգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնության գործով դեպքից 1 օր անց դեռ կասկածյալներ չկան։ Վարչապետը գրել է, թե բռնությունը տեղ չունի Հայաստանում, իսկ բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան քաղաքական ու իրավական գնահատականի։ Ընդհանրապես խոսքերը պիտի ունենան նաև ամրագրում գործի տեսքով, եթե նույն անձինք իդեմս Փաշինյանի եւ իր շրջապատի հնչեցնում են ատելության բառապաշար, բռնության բառապաշար, ասֆալտից փռելուց միջև, չգիտեմ, անձնական կապերն օգտագործելը, որոնք դրանք մեթոդներ են, որոնք տրվում են հասարակությանը որպես գործելավոճ, եթե առաջին դեմքի միջոցով հաղորդագրություն է գնում, որ կարելի է ասֆալտին փռել անձին, դա նշանակում է ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու կանաչ լույս, եթե հաղորդագրությունը գնում է, որ կարելի անձնական կապերով որոշակի գործառույթներ իրականացնել, դիցուկ օրինակ ասել, որ պատարագի ժամանակ այս կամ այն անձի անունը չհնչեցվի, դա նշանակում է, որ մենք ունենք կոնկրետ կանաչ լույս վառված քրեական այսպես հարաբերությունների, հաշվեհարդարների, որոնք դուրս են իրավական պատկերացումներից եւ քաղաքացիական դաշտում հասարակության մեջ միմյանց հետ հաղորդակցվելու նոր մշակույթից։ Ուստի մենք կարող ենք ամրագրել, որ ոչ միայն հին մշակույթը պահպանվում է եւ անպատժելիությունը, այլև խրախուսվում է ամենաբարձր ամբիոններից։ Կալանավորված նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանը Դոգը մտադիր է հեռանալ Միացյալ Նահանգներից, դա է ամերիկյան կողմի պայմանը ազատության դիմանց։ Դոգին սպասում են Հայաստանի իրավապահները քրեական գործերով, բայց նա կարծես Երևան գալ չի պատրաստվում, արդյոք օրինակ Ռուսաստանից կշարունակի հայհոյանքներով եթերները։
Երբ ենք մենք ձեզ տեսնելու լիակատար ազատության մեջ։ Սա ահավոր բյուրոկրատական երկիր է, այդ պատճառով հուսամ այս ամիս, հուսամ։ ԱՄՆ-ում կալանավորված դոգմա կանոնով Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա Հենդերսոնի բանտից։ Վարդան Ղուկասյանը, որ գրեթե 10 ամիս ԱՄՆ-ում անազատության մեջ էր եւ բողոքարկել էր միգրացիոն դատարանի որոշումը, փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով որոշել է այլևս չսպասել վերաքննիչ դատարանի որոշմանը եւ ԱՄՆ-ից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր։ Ըստ փաստաբանի կարգն է այդպիսին, եթե անձը դուրս է գալիս բանտից, ապա ողջամիտ ժամկետում պետք է կատարի դատարանի որոշումը եւ լքի երկիրը։ Հակառակ պարագայում տույժերի կենթարկվի։ Այս պայմանությամբ այո, որոշում է կայացրել, որ անկախ նրանից միգրացիոն վերահսկիչ դատարանը, այսպես ասած, ինչ վճիռ կայացնի կբավարարի բողոքը իր թե ոչ, որոշում է կայացրել, որ դեկտեմբերի վերջին դուրս է գալու եւ գնա երրորդ երկիր։ Ամերիկյան դատարանի որոշման համաձայն Վարդան Ղուկասյանը խախտել է այդ երկրի միգրացիոն կարգը, հետևաբար նա պետք է լքի երկիրը։ Ամերիկյան դատարանը միաժամանակ մերժել էր Հայաստանի իշխանությունների Ղուկասյանին արտահանձնելու պահանջը։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի։ Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, Ղուկասյանը սակայն մեղադրանքները չի ընդունում։ Թե որ երկիր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, փաստաբան Լևոն Բաղդասարյանը փակագծեր չի բացում։ Նրա պնդմամբ այս պահին ԴՕԿ-ի ղեկավարը 5 երկրից հրավեր է ստացել։ Այդ երկրներն ըստ փաստաբանի Ղուկասյանին հատուկ վիզա են տրամադրելու, ապահովելով նրա կեցությունն ու անվտանգությունը։ Վերջնական որոշումը կայացնի դուրս գալուց հետո, որի վերաբերյալ կիրազեկվեք։ Ռուսաստանը կա այդ երկրների ցանկում։ 5 երկիր տվել են իրենց հատուկ վիզայի կարգավիճակի, այսպես ասած, եւ որ պայն որոշումը կայացվի, թե որ երկիր է գնալու, բացառապես այդ երկրի անունը կտրվի ձեզ։ Իսկ որ ասում եք, որ նա ունի, այսինքն այդ երկրների պետությունների կողմից, միգրացիոն ծառայությունների կողմից ինքը ունի արդեն Այո, վիզայի երկու տարբերակ կա։ Մի տարբերակը երբ դուրս է գալի գնում է երրորդ երկիր եւ խնդրում է տվյալ երկրից ապաստան, կացություն եւ այլն, անվտանգություն եւ այլն։ Եվ հատուկ վիզայի կարգավիճակ կա, տվյալ դեպքում այն ինչ որ օգտվել է Ղուկասյանը, որ մինչեւ տվյալ երկիր հասնելը տվյալ պետությունը արդեն տալիս է երաշխիքներ իր անվտանգության, կեցության եւ մնացյալի հետ կապ։ Վերջերս ԴՕԿ Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար նշանակված Լևոն Բաղդասարյանն ասում է, թե իր խորհուրդն է եղել Վարդան Ղուկասյանին չսպասել վերաքննիչ դատարանի որոշմանը, որը կարող է ամիսներ տևել եւ դուրս գալ Հենդերսոնի ձերբակալվածների պահման վայրից։ Ըստ փաստաբանի ազատության մեջ լինելով Ղուկասյանն ավելի ակտիվ կկարողանա մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Իդեպ ԴՕԿ-ը որոշել է 6 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցել։ Թե քանի կուսակցությունից է բաղկացած դաշինքը, ԴՕԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարն առայժմ փակագծեր չի բացում, բայց ասում է, որ բազմաթիվ ուժեր հերթ էին կանգնել Վարդան Ղուկասյանի շուրջ համախմբվելու համար։ Նախկինների ու ներկա իշխանության հետ կապ ունեցողներին, ինչպես նաև ԴՕԿ-ի հետ հավասար դաշինք կազմելու առաջարկ անողներին մերժել են, կամ ինչպես Վարդան Ղուկասյանը ձևակերպեց իր վերջին հարցազրույցում, անգլերեն լեզվով հաջողություն է մաղթել։ Սիրելի քաղաքական գործիչ, goodbye my friends։ Անգլերեն եմ խոսում, ոչ համջատելը մեծ։ Մեղմ եմ ասում, հերթի տակ էին այդ քաղաքական ուժերը եւ մնացյալը, ովքեր ցանկանում էին իրենց առաջարկությունը ներկայացնել։ Սկզբունքը ԴՕԿ Դաշինքի եւ պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը եղել է հետեւյալը, որ բացառապես բոլորը կարող են առաջարկություն ներկայացնել բացառությամբ ուղակի անուղակի այն քաղաքական ուժերը, ովքեր կապ են ունեցել նախկինների եւ այսօրվա գործող իշխանության հետ։ Իր հայոախառն եթերներով հայտնի Վարդան Ղուկասյանը ԴՕԿ Դաշինքի նախընտրական ցուցակում չի լինի, բայց ինչպես նրա շտաբի ղեկավարը նշեց, ԴՕԿ-ը լինելու է գլխավոր դերակատարը։ Վարդան Ղուկասյանը լավագույն ցանկության դեպքում չի կարող լինել ցուցակում, քանի որ ներպետական օրենքը դա կարգավորում է, բայց որպես իրավապաշտպան ասեմ, Վարդան Ղուկասյանը լինել է գլխավոր դերակատարը եւ նախընտրականի եւ մնացյալի եւ մեր ներպետական օրենսգիրքը այդ գործիքակազմը ունի։ Իսկ գիտեք արդեն ով է ցուցակը գլխավորելու Վարդան Ղուկասյանի։ Երբ ցուցակը վերջնական պատրաստ լինի, այն ժամանակ կհրապարակվի։ Դուք նույնպես լինելու եք ցուցակում։ Ես ցանկություն չունեմ ոչ միայն ցուցակում լինելու, այլ մինչև այսպես կուսակցական էլ չեմ եղել, բնավ ցանկություն չունեմ։ Տևական ժամանակ ուղիղ եթերներից զրկված ու հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից հեռախոսային ձայնագրություններով անդրադարձող ԴՕԿ կուսակցության ղեկավարը օրերս Փակ TV-ի հետ զրույցում ասել էր, թե 2026-ի խորհրդարանական ընտրություններում 25%-ից ավելի ձայն ստանալու ակնկալիք ունի։ Պետք է լինի
25%-ից ավելին ես թաքված եմ դրան, դա ամենավատագույն ցուցանիշն է լինելու։ Միջազգային հանրապետական ինստիտուտի այս հուլիսին անցկացված հարցումների արդյունքով Վարդան Ղուկասյանի դոկ կուսակցության օգտին պատրաստ է եղել քվեարկել ընտրողների միայն 1%-ը։ Միջազգային լրահոսից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ամերիկյան պլանի շուրջ անորոշությունը խորանում է, Դոնալդ Թրամփը քննադատում է Վլադիմիր Զելենսկիին զիջումների չգնալու համար։ Կիևը պնդում է, որ ոչ մի դեպքում չի համաձայնի զիջել տարածքներ, այնինչ դա ամերիկյան փաստաթղթի առանցքային դրույթներից է։ Լոնդոնում եվրոպացի դաշնակիցների հետ խաղաղության ամերիկյան ծրագիրը 3 մի քանի ժամ քննարկելուց հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ տարածքների հարցը մնում է չլուծված։ Վլադիմիր Զելենսկին բացառել է տարածքների զիջումը, ասելով, որ դա արգելվում է թե երկրի սահմանադրությամբ, թե միջազգային իրավունքով։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ամերիկյան ծրագրի 28 կետերը կրճատվել են մինչև 20, հանվել են Կիևի համար առավել խնդրահարույց դրույթները, թե որոնք չի մանրամասնել։ Նա նաև ասել է, որ այսօր կավարտեն ծրագրի վրա աշխատանքը եւ այն կներկայացնեն Վաշինգտոնին։ Ըստ Զելենսկիի, խնդրի կարգավորման համար շատ կարևոր է, որ Եվրոպան, Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները միասնական լինեն։ Կան որոշ հարցեր, որ չենք կարող կարգավորել առանց ամերիկացիների եւ որոշ հարցեր, որոնք չեն կարող լուծել առանց Եվրոպայի։ Ահա թե ինչու մենք պետք է որոշ կարևոր որոշումներ կայացնենք։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ այս շաբաթ կկայանա Կիևի դաշնակիցների ևս մեկ հանդիպում, ընդլայնված կազմով։ Դաունինգ Սթրիթ 10-ում երեկվա հանդիպումից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն աջակցություն է հայտնել Ուկրաինային, նշելով, որ ցանկացած հրադադար պետք է լինի արդար եւ տևական։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է կայուն եւ ամուր խաղաղություն, ապա հավելել. Եվրոպան շատ հաղթաթղթեր ունի իր ձեռքին։ Ֆինանսավորումը եւ տեխնիկան, այն որ Ուկրաինան դիմադրում է այս պատերազմում եւ այն որ Ռուսաստանի տնտեսությունը սկսում է տուժել, հատկապես մեր եւ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցներից հետո։ Գերմանիայի կանցլերն էլ ասել է, որ կշարունակեն աջակցությունն Ուկրաինային, քանզի այս երկրի ապագան կապված է Եվրոպայի ապագայի հետ։ Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի Եվրոպայի հաստատակամությունն Ուկրաինային աջակցելու հարցում, ապա նշել, որ թերահավատորեն է վերաբերվում ամերիկյան պլանի որոշ դրույթներին, թեև չի մանրամասնել, թե որ կետերը նկատի ունի։ Մենք համուր կանգնած ենք, ես թերահավատ եմ որոշ մանրամասների նկատմամբ, որ տեսել ենք ԱՄՆ-ի ներկայացրած փաստաթղթերում, բայց մենք պետք է խոսենք այդ մասին։ Երկու ժամ բանակցելուց հետո Մերցն ու Մակրոնը հեռացել են Դաունինգ Սթրիթից, որտեղ Զելենսկին եւ Քիր Սթարմերը շարունակել են հանդիպումը։ Ապա Ուկրաինայի նախագահը մեկնել է Բրյուսել, որտեղ ամերիկյան պլանը քննարկել է Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի նախագահների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Անտոնիո Կոշտան հանդիպումից հետո հայտարարել են, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ ապահովի։ Մինչ Ուկրաինան եւ Եվրոպան ամերիկյան պլանին պատասխան առաջարկներ են մշակում, ամերիկյան Աքսիոսը մանրամասներ է հայտնել բանակցություններից։ Ուկրաինացի երկու պաշտոնյայի հղումով թերթը գրում է, որ ԱՄՆ-ն սաստկացնում է ճնշումը Զելենսկիի վրա, որպեսզի նա տարածքային զիջումների գնա։ Ըստ պարբերականի Կիևը համարում է, որ ամերիկյան ծրագրի որոշ դրույթներ ձեռնտու են Մոսկվային եւ որ ԱՄՆ-ն ավելի շատ ճնշում գործադրում է Զելենսկիի վրա, քան Ռուսաստանի նախագահի։ Աքսիոսի ամերիկացի աղբյուրներից մեկը սակայն պնդել է, թե Վլադիմիր Պուտինին եւս ստիպում են զիջումների գնալ։ Պարբերականի տվյալներով բանակցությունները հիմա կենտրոնացած են երկու հարցի վրա։ Առաջինը Ռուսաստանի պահանջն է, որ Ուկրաինան իր զորքը դուրս բերի ամբողջ Դոնեցկից եւ Լուգանսկից, երկրորդը Ուկրաինայի խնդրանքն է, որ Միացյալ Նահանգներն անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրի, ապագայում ռուսական հնարավոր ագրեսիան կանխելու համար։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահը Ուկրաինային քննադատել է պատերազմի պատրվակով նախագահական ընտրություններ չանցկացնելու համար։ Պոլիտիկոին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ ժամանակն է ընտրություններ անցկացնել, քանզի ուկրաինացիները պետք է ունենան այդ հնարավորությունը։ Եվ գուցե Զելենսկին հաղթի, ես չգիտեմ, թե ով կհաղթի, բայց նրանք վաղուց ընտրություններ չեն անցկացրել։ Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, բայց ամեն ինչ հասնում է այն կետին, երբ դա այլևս ժողովրդավարություն չէ։ Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները ռուսական անօդաչուի հարվածից Կրամատորսկում 2 երեխա է վիրավորվել։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ռուսական զորքը առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով։ Ուկրաինական անօդաչուն Չուվաշիայի մայրաքաղաք Չեբոքսարիայում հարվածել է բնակելի շենքի ավելի քան 10 վիրավոր։ Ուկրաինական նավթոգազը հայտնել է, որ ռուսական անօդաչուները հարվածել են ընկերության ենթակառուցվածքներին։
Փոխադարձ հարվածներին զուգահեռ Կրեմլում այսօր հայրենիքի հերոսների օրվա արդիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ նախագահ Պուտինը ոսկե աստղ մեդալներ է հանձնել ուկրաինական ճակատում մեջբերում են բացառիկ քաջություն եւ հերոսություն ցուցաբերած զինծառայողներին եւ նրանց հարազատներին։ Վրաստանի իշխանությունները մտադիր են կրկին խստացնել հավաքների եւ ցույցերի անցկացման կանոնները, ըստ նախագծի կազմակերպիչները պարտավոր կլինեն նախապես տեղեկացնել պետական մարմիններին, եթե միջոցառումը նախատեսված է մարդկանց տեղաշարժի վայրերում։ Իշխանությունները կարող են առաջարկել այլընտրանքային վայր, ժամ կամ երթուղի։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում եւ այցելեք մեր կայքը azatutyon.am կհանդիպենք։